Ողջույն բոլորին, այսօր հակիրճ կխոսեմ հոկտեմբերի 10-ի մասին, 10 և 10 իհարկե, նման հայելային օրերը համարվում են ուժի օրեր և դրանով տիեզերքը մեզ օգնում է, որպեսզի մենք դառնանք ավելի երջանիկ և հաջողակ։ Կարող եք այսօրը երազանքներ պահել, որևիցե ցանկություն, օրը դեռ ձեր առջևում է, այնպես որ կարող եք մինչև գիշեր ժամը 12-ը ցանկություն պահել։ 10-ը դա կոչվում է մեկ թիվ, իսկ մեկը դա իշխող թիվ է, մեկ թվով մարդիկ ընդհանրապես իշխողներ են համարվում, և օրը ևս նույն է խոստանում, որ միգուցե դուք փորձեք ավելի շատ իշխող լինել կամ շատ կարևոր բաներ կարող է ձեզ հետ տեղի ունենալ այդ օրը։ Իհարկե այս օրը մի փոքր ուշացել եմ, որովհետև շատ էի զբաղված և մտքիցս գնացել էր։ Մեկ թիվը սովորաբար սիրում է շփվող մարդկանց և նրանց, ովքեր որ պատրաստ են ամեն ինչի, ուրիշների հետ շփվելու համար։ Իդեալական օր է, որ ազատ ժամանակը անցկացնեք ձեր հարազատների հետ։ Այսօր անպայման այցելեք ձեր ծնողներին կամ նաև տատի-պապիներին։ Եվ եթե ունեք երեխաներ, ապա մի մոռացեք ուշադրություն դարձնել իրենց։ Եվ նրանք ավելի շատ ուրախ կլինեն այս օրը, որ զրուցեն ձեզ հետ։ Եվ անպայման օրը նվիրեք ընկերների հետ շփվելու, նոր ծանոթություններին և ձեզ համար շատ հոգեհարազատ մարդկանց գտնելու համար։ Նաև, եթե ինչ-որ գործեր եք սիրում, որը որ ձեր սրտին մոտ է, հոգեհարազատ է, ապա այսօր զբաղվեք այդ գործերով։ Ոմանք այսօր կարող են ծանոթանալ, ոմանք առաջին ժամադրության գնալ, կարող է սկսվել ոմանց կյանքում նոր սիրավեպ։ Բայց յուրաքանչյուր մարդու հետ շփվելիս պետք է լինել անկեղծ և բարիություն ցույց տալ։ Ցույց տվեք մարդկանց ձեր լավատեսությունը, որպեսզի մարդիկ ավելի շատ ձգվեն դեպի ձեզ։ Շատ նաև բարենպաստ օր է ձեր զուգընկերոջ հետ լավ ժամանակ անցկացնելու համար։ Գնացեք ժամադրության, կարող եք ընտրել մոմերի լույսի ներքո, դուք ինքներդ կազմակերպեք, եթե ինքը չի կազմակերպում։ Ոմանք նաև կարող են նվերներ ստանալ, ոմանք կարող են հենց իրենք նվիրել։ Իսկ ոմանց էլ կարող է սիրո խոստովանություն անել նաև ամուսնության առաջարկ, ոմանք կարող են նաև գրանցել կամ արդեն պարզ դառնալ ձեզ համար ձեր հարսանիքի օրը։ Եվ օրվա ընթացքում, եթե անհրաժեշտ է, ապա ընդունեք ձեր մեղքը։ Եթե ձեզ մեղավոր եք զգում, ներողություն խնդրեք նրանից, ում որ նախկինում վիրավորել եք։ Դա, ինչպես ասում են, ձեր ուսերից որևէ ծանրություն կգցի և ավելի հանգիստ կապրեք։ Եվ եթե ինչ-որ մեկը ձեզանից ներողություն կխնդրի այսօր, ապա անպայման լսեք այդ մարդուն և մի արժեզրկեք նրա խոսքերը։ Այսպիսով այս մեկ թիվը, որը որ ուժ իշխում է հենց այսօր, նա կբարելավի ձեր կարման։ Եթե ձեր և ինչ-որ մեկի միջև տարաձայնություններ կան, ապա մեկ թիվը կօգնի լուծել դրանք։ Սա այն օրն է, երբ համաձայնության, խաղաղության և նաև փոխըմբռնման հասնելը սովորականից ավելի հեշտ է լինելու։ Բավական է միայն լսել միմյանց։ Նաև շատ լավ օր է համատեղ աշխատանքի համար, մի քանի հոգի կողք կողքի աշխատելու համար։ Եվ այդպիսով բավականին մեծ շահույթ կունենաք, եթե դուք ինքներդ ձեզ մոտ եք աշխատում։ Ձեզ համար իհարկե, ձեր ֆիրմայում։ Եվ այսօր մի վախեցեք լսել գործընկերների և վերադասների խորհուրդները։ Օգնեք միմյանց և բավականին վստահ եղեք ձեզ վրա։ Եվ խորհուրդներ տվեք դժվարին իրավիճակներում, բայց դա արեք նրբորեն, առանց որևէ քարոզ կարդալու։ Այսօր մեծ հաջողություններ են սպասվում բոլոր նրանց, ովքեր գիտեն, թե ինչպես պահել իրենց խոսքը։ Մի մոռացեք ժպտալու, ծիծաղելու և լավատեսության մասին։ Ովքեր որ շատ են սիրում շարժվել, սա անել, նա անել, ոչ թե նստել մեկ տեղում, ապա այսօր իրենց հաջողություն է սպասվում։ Եվ ընդհանրապես հոկտեմբերի 10-ին գոյություն ունի նաև կարգախոս. «Պառկած քարի տակից ջուր չի հոսում»։ Հաջողությունն է սպասում միայն նրանց, ովքեր գիտեն իրենց ապագայի նպատակները, չեն վախենում գործել և անկեղծորեն ցանկանում են հաջողության հասնել իրենց աշխատանքում, բիզնեսում, նաև հոբբիում։
Մարդիկ կարող են շատ ցանկություններ ունենալ, բայց դրանք կարող են մնալ միայն այդ քարի տակ։ Ուրիշ ոչինչ։ Եթե ոչինչ չանեք, ոչ մի գործողություն չձեռնարկեք այդ ցանկությանը կամ նպատակներին հասնելու համար։ Մեկ թվին հարկավոր է ընդամենը մեկ հրում, որը կարող է վերածվել հաջողության յուրաքանչյուր մարդու մոտ։ Այսինքն դա նշանակում է, որ պետք չէ այսօր նստել մեկ տեղում։ Պետք է ինչ-որ բաներ անել, գործել, եթե ուզում եք հաջողության հասնել, ուզում եք բիզնես բացել, ուզում եք աշխատել, գնացեք, փնտրեք, որովհետև մեկը սիրում է դա, եւ այնտեղ ձեզ ցույց տվեք, խոսեք ավելի գեղեցիկ։ Եթե ինչ-որ մարդկանց կյանքում գոյություն ունեն խնդիրներ, անձնական կյանքում իհարկե ավելի լավ կլինի ուշադրություն դարձնել ձեր անցյալի սխալներին։ Եվ լավ կլինի, որ անցկացնեք իրար հետ, ովքեր որ ունեն երկրորդ կես։ Գնացեք որևէ նոր վայրեր, զվարճացեք միասին, հյուր գնացեք տարբեր մարդկանց տուն կամ իրենց հրավիրեք ձեր տուն, ուրախացեք, ժպտացեք։ Եւ նաեւ 1846 թվականին հոկտեմբերի 10-ին հայտնաբերվել է Նեպտունի արբանյակ տրիտոնը։ Ինչպես որ ասում են, այս հայելային օրը, ով որ փնտրում է, նա անպայման կգտնի։ Մի հուսահատվեք եւ ոչ մի դեպքում մի հրաժարվեք ձեր երազանքներից։ Եվ 1503 թվականին հոկտեմբերի 10-ին օղին առաջին անգամ արտադրվել է Կրեմլի վանականների կողմից։ Եվ քանի որ մարտի 10-ը դա ուժի օր է, մարդիկ ավելի ոգեշնչված կլինեն, ոգևորված կլինեն, համենայն դեպս հնարավոր են նաև տարաձայնություններ այսօր, մարտեր, իհարկե դա ոչ թե հենց պատերազմական, այլ հնարավոր են նաև այսօր ավելի բուռն լինեն մարտերը, որտեղ որ գործում է այս պահին պատերազմ, որովհետև ավելի ագրեսիվ կարող են լինել, որտեղ ցանկանում են իշխել եւ դա էլ ավելի շատացնում է այդ ագրեսիան։ Եվ ինչ որ մեկին պատերազմ հայտարարելուց առաջ երկար մտածեք։ Եվ 1882 թվականի հոկտեմբերի 10-ը դա Ճապոնիայի բանկի հիմնադրման օրն է։ Եվ այսօր դուք կարող եք ապահով կերպով իհարկե թանկարժեք գնումներ կատարել։ Այս ամենը կապված է մեկը մյուսի հետ։ Եթե ցանկանում եք իրականացնել ձեր երազանքը, սակայն դրա վրա մեծ գումարներ պետք է ծախսեք, ավելի լավ է դա անեք այսօր։ Եվ ամենակարևորը 2006 թվականի հոկտեմբերի 10-ին սկսել է գործել վկանտակտե սոցիալական ցանցը, ովքեր որ օգտվում են դրանից, ապա իմացեք, որ այն բացվել է 2006 թվականի հոկտեմբերի 10-ին։ Եվ հիանալի օր է, իհարկե, եւս մեկ անգամ կկրկնեմ, շփվելու եւ այլ մարդկանց հետ մտերմանալու համար։ Այսօր մի մնացեք միայնակ, շփվեք տարբեր մարդկանց հետ։ Եվ այսօրվա թալիսմանը դա ոսկին է։ Ճիշտ է, մի փոքր ոսկին կրելը այս պարագայում առավել եւս եթե շատերը լսեն, նաեւ ոմանք կարող են լսել, ովքեր որ սիրում են գողություններ անել, ապա մի քիչ դժվար կլինի, բայց ամենայն դեպս թալիսմանը ոսկին է, թեկուզ կարող եք տան մեջ ոսկի կրել։ Դա ձեզ կօգնի ավելի մոտիվացվել, մոտիվացիա ձեռք բերել եւ հաղթահարել ցանկացած դժվարություն։ Եվ եթե ունեք վիշապի արձանիկ կամ պատկեր, ապա լավ կլինի այդպես տեղադրեք ձեզ մոտ կամ պահեք ձեզ մոտ կամ նաև եթե աշխատում եք կարող եք դնել նաև սեղանին կամ արձանը կամ նկարը։ Դա ամենալավագույն թալիսմաններից մեկն է, եթե ցանկանում եք հասնել ձեր նպատակներին։ Այս հայելային օրերը մեզ փոխում են իհարկե։ Փորձում են մեզ դարձնել ավելի լավը։ Ինչպես նաև հաղթահարել մելամաղձությունն ու հուսահատությունը։ Դրա համար ասում ենք, որ շփվեք ու էլի շփվեք։ Այսքանը սիրելիներս, որքան կարող եք ուրախ եղեք, ժպտացեք, շատ խոսեք, շփվեք, ճիշտ արտահայտություններ արեք, փորձեք այդ ագրեսիան հանել, որովհետև 10-ը ինքը սիրում է իշխել, ամեն մեկը եթե ցանկանա այսօր իշխել, ապա միևնույն է դա ի վերջո կբերի վեճ։ Դրա համար փորձեք ձևակերպել ձեր խոսքը ավելի ճիշտ, խոսել ավելի բարի խոսել մարդկանց հետ եւ շփվել։ Այսքանը լավ եղեք։